Փաշինյանը ազգակործան պատուհաս է հայտնի ձևակերպման համաձայն երկիրը հասցրել է այսօրվան եւ շարունակում է երկիրը տանել կործանարար ուղիով եւ էլի նորանոր աղետները բերել, սա որևէ մեկի համար գաղտնիք, ինչպես են վարվում դավաճանների հետ, կամ մահապատժ է ենթարկում, կամ եթե մահապատիժը արգելված է ցմահ ազատազրկման դատապարտում, ինչը մոտավորապես նույն բանն է։ Երկրորդ եւ երրորդ նախագահները ասում են, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր այդ առաջարկները ընդունել եւ այդ դեպքում ուրեմն այս ամեն ինչը հնարավոր կլիներ կանխել, այսօր ինչ էինք ասում, իհարկե ճիշտ է ասում։ Բայց շատ լավ ասում են, բա դուք ավելի լավ առաջարկներն եք մերժել, Նիկոլ Փաշինյանը ավելի վատ առաջարկն է մերժել։ Ուրեմն ձեր կատարած սխալը ավելի մեծ է, չէ՞ թե դուք ավելի լավ առաջարկն եք մերժել։ Բայց ձեզ զգուշացրել էին, չէ՞, դեռևս 97 թվականին, որ ցանկացած հաջորդ առաջարկ ավելի վատն է լինելու, քան հիմա, որովհետեւ ուժերի հարաբերակցությունը փոխվելու է։ Ասվել է դա ձեզ, ասվել է, ճիշտ է։ Հասարակությունը այդտեղից միայն մի բան էր ուզում լսել Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից, որ նրանք ասեին, սիրելի ժողովուրդ, կներեք, սխալվել ենք, գլուխներս պատով ենք տվել, որ ժամանակին մերժել ենք այդ առաջարկները, չենք լսել, չենք հասկացել։ Այս սա պիտի ասեին առաջին հերթին։ Կեղծ է այն խոսակցությունը, թե իբր պետք է դրա դեմ պայքարել, որովհետև Արցախաշենը մեզ համար կարևոր չի, երեքը կարևոր է, հետո ինչ։ Մենք կամ գնում ենք միջազգային իրավունքի ճանապարհով, կամ ոչ։ Այս դեպքում միջազգային իրավունքի ճանապարհով գնալ նշանակում է պահանջել, որ Ադրբեջանը զորքերը դուրս բերի օկուպացված տարածքներից։ Բայց Նիկոլ Փաշինյանին է պետք ասել, ինչու եք չորրորդ կարգի այդ անասնակերը բերել Հայաստան։ Պոպուլիզմով դուք իշխանությունների հետ չեք կարողանալ մրցել։ Նիկոլ Փաշինյանի հետ չեք կարողանալ մրցել։ Ասեք նախ եւ առաջ ընդունեք ձեր սխալները, ներկայացրեք իրողությունը եւ փորձեք հասարակության ներողամտությունը գոնե ստանալ, այդ դեպքում գուցե ինչ որ բան հասնեք։ Մեկ 991 TV YouTube-յան ալիքում ուղիղ խոսքն է, բարև ձեզ։ Այսօր անդրադառնալու եմ մի քանի թեմաների, որոնցից առաջինը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հայտնի ասուլիսներն են, որոնք բավականին աշխուժ ինֆորմացիոն այսպիսի արձագանքներ թողեցին հասարակության մեջ, թեև դրանցում անկեղծ ասած առանձնապես մեծ նորություն չկար, որոնք էին այդ հիմնական թեզերը, որ այնտեղ ասում էին, այն էր, որ դե Նիկոլ Փաշինյանը կործանարար քաղաքականության արդյունքում երկիրը հասցրել է այսօրվա, նա դավաճան է, ստախոս է, նա կորցրել է Արցախը այդ քաղաքականության պատճառով, ապաշնոր կառավարման արդյունքում, գուցե դիտմամբ է արել, գուցե անփորձության պատճառով, բայց մեծ հավանականությամբ դիտմամբ է արել, մի խոսքով նա ազգակործան պատուհաս է, ինքն էլ ասել է, որ դա արել է հանուն իր քաղաքական շահերի, որովհետև կարող էր այդ ամենը կանխել, բայց չի կանխել, որպեսզի հանկարծ իրենք դավաճան չասեն, իսկ այ իրենք, եթե լինեին, իրենք գիտեին այդ ամենը կանխելու ձևերը, իրենք կարող էին կանխել դա, սա էր ասածը հիմնական, ընդ որում ինչ եմ ասում, այստեղ որևէ նորություն չկար, որովհետև իսկապես էլ ում համար է գաղտնիք, որ այո, Նիկոլ Փաշինյանը ազգակործան պատուհաս է հայտնի ձևակերպման համաձայն, երկիրը հասցրել է այսօրվան եւ շարունակում է երկիրը տանել կործանարար ուղիով եւ էլի նորանոր աղետները բերել, սա որևէ մեկի համար գաղտնիք չի։ Իդեպ Ադրբեջանի արտգործնախարարն էլ իբր գաղտնիք էր բացահայտել, ասել էր, որ այս ժամանակին դեռևս 19 թվականին, երբ իրենք բանակցություններ էին վարում Հայաստանի նոր իշխանությունների հետ, Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ եթե ինքը այդ տարածքները վերադարձնի, իրենք կսպանեն Հայաստան, հարցրել էր, ասել էր, դուք ուզում եք, որ ինձ սպանեն, Հայաստանի Նիկոլ Փաշինյանը իդեպ եւ նրա քարոզչական թիմը, չգիտես ինչու սա չեն հերքել, ոչ էլ որևէ կերպ արձագանքել են, դա հասկանալի է, որովհետեւ դա էլ նորություն չի։ Նիկոլ Փաշինյանը ինքն էր ասում, որ այո, կարող էր կանխել դա, պատերազմը կարող էր կեսից կանգնեցնել կամ կարող էր ընդունել առաջարկները, բայց այդ դեպքում իրենք ասեին դավաճան։ Դա մոտավորապես նույն բանն է, որովհետեւ հասկանալի է, որ հասարակությունը երբ որ իրեն ասել դավաճան, դրանով չէր վերջանալու, բնականաբար ինչպես են վարվում դավաճանների հետ, կամ մահապատժ է ենթարկում, կամ եթե մահապատիժը արգելված է ցմահ ազատազրկման դատապարտում, ինչը մոտավորապես նույն բանն է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ինքը
բազմիցս հայտարարել է, որ այո, կարող էր դա անել, բայց վախեցել է, որ իրեն կսպանեն կամ կդատեն որպես դավաճանի։ Այնպես որ այստեղ էլ նորություն չկար։ Հիմա խնդիրը որն է։ Երկրորդ եւ երրորդ նախագահները ասում են, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր այդ առաջարկները ընդունել եւ այդ դեպքում ուրեմն այս ամեն ինչը հնարավոր կլիներ կանխել, այսօրին չէին ասում։ Իհարկե ճիշտ է ասում։ Բայց տեսեք, Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը եւ հենց ինքը շատ արագ հակափաստարկ գտան, ասում են, բայց դուք ինքներդ եք ասում, որ ձեր օրոք արված առաջարկները շատ ավելի լավն էին, իսկ այսպես ասած Լավրովի պլանը շատ ավելի վատն էր։ Ես շատ լավ ասում եմ, բա դուք ավելի լավ առաջարկներն եք մերժել, Նիկոլ Փաշինյանը ավելի վատ առաջարկն է մերժել։ Ուրեմն ձեր կատարած սխալը ավելի մեծ է, չէ՞ թե դուք ավելի լավ առաջարկն եք մերժել։ Եվ այստեղ իսկապես ճշմարտության մաս կա եւ ի վերջո ինչի մասին է խոսքը, բայց ձեզ զգուշացրել էին, չէ՞, դեռևս 97 թվականին, որ ցանկացած հաջորդ առաջարկ ավելի վատն է լինելու, քան հիմա, որովհետեւ ուժերի հարաբերակցությունը փոխվելու է։ Եվ այն ինչ հիմա մեզ առաջարկում են, վաղը մենք խնդրելու ենք, չենք ստանա։ Ասվել է դա, ձեզ ասվել է, ճիշտ է։ Հիմա այս մասին էլ խոսքը, այդ ասուլիսները ուզում է 7 րոպե տևեն, 7 ժամ տևեն, 7 օր տևեն։ Հասարակությունը այդտեղից միայն մի բան էր ուզում լսել Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից, որ նրանք ասեին, սիրելի ժողովուրդ, կներեք, սխալվել ենք, գլուխներս պատով ենք տվել, որ ժամանակին մերժել ենք այդ առաջարկները, չենք լսել, չենք հասկացել։ Այս սա պիտի ասեին առաջին հերթին։ Դրանից հետո նոր միայն ասեին, որ այս իշխանությունները պիտի որ առաջ հեռանան եւ այլն, այդ ամեն ինչը հասկանալի կլիներ, բայց այդ ամենակարևոր, ամենաառանցքային նախադասությունները այդպես էլ հասարակությունը չլսեց։ Եվ դրա համար հաջորդիվ արդեն ինչ ուզում ես ասես, նիկոլական իշխանությունները այդ հակափաստարկը բերելու են։ Ասելու են դուք ավելի լավ առաջարկներ եք մերժել, ես ավելի վատն եմ մերժել։ Ինչևէ, հիմա ի պատասխան իհարկե Սերժ Սարգսյանի երկարաշունչ ասուլիսին Նիկոլ Փաշինյանը անմիջապես բական հիստերիկ արձագանքեց ու հայտարարեց նաև, թե շուտով ինքը սահմանազատման արդյունքում Արցախը վերադարձնելու է։ Բնականաբար բոլորն էլ հասկանում են, որ խոսքը Արցախը վերադարձնելու մասին չի, խոսքը այն մասին է, որ Ադրբեջանը իր անկլավները, ավելի ճիշտ իր տեսանկյունից էքսկլավները վերադարձնում է եւ Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնելու է որպես այնպես թե իբր այդ ես եմ Արցախը վերադարձնում։ Հիմա տեսեք, սա բնականաբար Հայաստանի համար հերթական շատ ծանր հարվածներ լինելու եւ պարտադրված քայլներ լինելու։ Ինչ պիտի անի ընդդիմությունը այս դեպքում։ Տեսեք, ընդդիմությունը անմիջապես, չգիտես ինչու, մտնում է կեղծ օրակարգով բանավեճի մեջ։ Միանգամից սկսում են ասել, ոնց թե Արցախն ու այդ երեք անկլավները, հատկապես Տիգրանաշենը կամ Ոսկեպարը, չէ՞ որ դրանք համարժեք չեն, դրանք մեզ համար ռազմավարական նշանակություն ունեն, իսկ Արցախը եղած չեղած մի հաշիվ է, ով պիտի գնա այնտեղ, բացի չնայած որ դրանք մոտավորապես տարածքային առումով համարժեք են, չէ, համարժեք չեն նախ։ Արցախը մոտ 30 քառակուսի կիլոմետր է, ադրբեջանական 3 էքսկլավները միասին 40-ից ավել, հարցը բայց դա չի։ Կեղծ է այն խոսակցությունը, թե իբր պետք է դրա դեմ պայքարել, որովհետև Արցախը մեզ համար կարևոր չի, այն երեքը կարևոր է, հետո ինչ։ Եթե մենք գնում ենք այն ճանապարհով, որ Ալմատի հռչակագրի հիման վրա խորհրդային սահմաններով պիտի սահմանազատում իրականացվի, մենք չենք կարողանալու խուսափել այդ անկլավները վերադարձնելուց։ Պետք չի ջայլամի նման գլուխը խոթել ավազի մեջ, ասել չէ, քանի որ մենք դրանք կարևոր ենք համարում, մեզ համար ուրեմն չեպտի այդ ճանապարհով չգնանք։ Դա չի, դա սխալ խոսույթ է, որտեղ հենց որ դու այդպես ես ասում, Նիկոլ Փաշինյանը ամուր, այսպես ասենք, քարոզչական հիմքեր է ստանում, ասում է, բայց խորհրդային սահմանները դրանք են, ես ինչ անեմ, չէ՞։ Ուրեմն այդ ճանապարհով գնալը սխալ է, ինչ պիտի անել, պիտի ասել հասկացանք խորհրդային սահմաններ, բայց Հայաստանի դիրքորոշումը պիտի լինի հաջորդ փուլում սահմանազատման, ոչ թե անկլավների հարցը բարձրացնել, այլ օրինակ ջերմուկի, չգիտեմ, ներքին հանդի,
Վարդենիսի վերին շորժայի եւ այլն, այսինքն 200 քառակուսի կիլոմետրից ավել տարածք Ադրբեջանը օկուպացրել է այդ խորհրդային Հայաստանի տարածքից եւ տրամաբանական պիտի լինի, որ սահմանազատման հաջորդ փուլում ադրբեջանցիները զորքերը դուրս բերեն բոլոր այդ օկուպացված տարածքներից եւ ոչ թե ասել, գիտեք, քանի որ այդ տարածքները մեզ համար կարեւոր են, այդ անկլավները մենք չենք տալիս, չէ։ Դու եթե այդպես ես ասում, դու ուղղակի այդ դեպքում ասում ես Նիկոլ Փաշինյանը իրավացի է։ Բայց երբ որ դու առաջ ես մղում այն հարցը, որ եթե իսկապես խաղաղություն է, ապա առաջին հերթին պիտի օկուպացված, վերջերս օկուպացված տարածքները վերադարձնի Ադրբեջանը։ Այս արդեն նորմալ լեգիտիմ պահանջ է, եւ եթե Ադրբեջանը դա չի անում, նշանակում է նրանք ոչ թե խաղաղություն են ուզում, այլ նոր լարվածություն։ Այս հարցն է պետք բարձրացնել, թե ոչ եւ ոչ թե այնտեղ գիտեք, բա ինչի 75 թվի քարտեզներով, բա ինչու ոչ 20 թվի քարտեզներով կամ 25 թվի քարտեզներով։ Այդ հարցը սխալ եւ պետք չի այստեղ փորձել ժողովրդին դուր գալ, ասել, բայց այդ տարածքները կարևոր են, չենք տալիս։ Մենք կամ գնում ենք միջազգային իրավունքի ճանապարհով, կամ ոչ։ Այս դեպքում միջազգային իրավունքի ճանապարհով գնալ նշանակում է պահանջել, որ Ադրբեջանը զորքերը դուրս բերի օկուպացված տարածքներից։ Բայց եթե դու ասում ես, չէ, մենք անկլավները չենք տալիս, դա նշանակում է մենք դեմ ենք գնում միջազգային նորմերին։ Ինչը չի կարելի անել եւ ինչը ձեռնտու է Նիկոլ Փաշինյանի, որովհետեւ այդ խոսույթով բանավեճի դեպքում ընկալվելու է, որ ինքը պետական գործիչ է միջազգային նորմերով է առաջնորդում, իսկ ընդդիմությունը չէ, ընդդիմությունը փորձում է ռևանշիստական, չգիտեմ, ուժի դիրքերից առանց երկար բարակ մտածելու, պետք չի այդպես անել։ Հիմա խաղաղության մասին իդեպ իշխանությունները փորձում են այս ամենը ներկայացնել որպես խաղաղության օրակարգ եւ որպես ապացույց են ներկայացնում են Ադրբեջանի տարածքով Հայաստան մտած ղասախական ցորենի այդ օրինակն են անընդհատ բերում, ընդդիմությունն էլ ասում է, բայց տեսեք, թե ինչ է կատարում 4-րդ կարգի ցորեն է, որը նույնիսկ սննդային նպատակներով օգտագործել խորհուրդ չի տրվում ավելի շատ որպես անասնակեր է եւ այլ, մի խոսքով նայեք թունավորված չլինի։ Սա էլ է մի քիչ անհասկանալի։ Ուրիշ հարց, եթե այնտեղ, չգիտեմ, Ադրբեջանը ասած լիներ, այ եթե բարձրակարգ ցորեն բերեք, մենք թույլ չենք տալու, բայց եթե 4-րդ կարգի անորակ ցորեն բերեք, այդ դեպքում թույլ կտանք, եթե այդպես լիներ ուրիշ բան։ Բայց ինչ որ մեկը որոշել է անորակ շատ ցածր որակի որպես անասնակել օգտագործող ցորեն ներկրել, ենթադրենք։ Սա ինչ միջազգային հարց է։ Գնացեք հետո որ ներկրել է, ականջներից բռնեք, ասեք եղբայր, ես ինչ ես բերել։ Կպարզի, որ թույլ չեն տվել որակյալը բերել, դա էլ հարց է, բայց այս դեպքում պրետենզիան ոչ Ղազախստանին, ոչ Ռուսաստանին, ոչ Ադրբեջանին ներկայացնել պետք չի։ Նիկոլ Փաշինյանին է պետք ասել, դու այդ որ ասես տեղյակ չես եղել, թե ով է բերում, ինչ է բերում, որը մեկը դրան հավատում է, իհարկե տեղյակ ես եղել։ Շատ էլ լավ, ուրեմն մի հատ այդ հարցը, այս իշխանություններն են պետք տալ։ Ինչու եք 4-րդ կարգի այդ անասնակերը բերել Հայաստան։ Ինչն է խնդիրը։ Եվ ինչու նորմալը չեք բերել, եթե դրա կարիքը կար, ու այդպես չի, որ Հայաստանում սովեր, չգիտեմ, ցորենի պակաս կար, բան, չէ։ Այդ մասին չէ խոսքը, բայց մեր պրետենզիաները պիտի մեր ներսում լինեն, մեր նկատմամբ լինեն, պիտի այդ մարդուն հարցնել, ասել ես ինչ ես բերել եւ երբանից ես պայմանավորվել նախ, ում միջոցով ես պայմանավորվել, եթե հարցը զուտ բիզնես լիներ, որը մեկ իրավունք չուներ մտնել այդ բիզնեսի մեջ, բայց հասկանում ենք, չէ, որ սա քաղաքական հարց է եւ որպես այդպես էլ ընկալվում է եւ իշխանությունների կողմից եւ ընդդիմության։ Դե ուրեմն այդ հարցը պիտի բարձրացնել եւ պիտի բարձրացնել Հայաստանի իշխանությունը, ոչ թե ասել, գիտեք, Ադրբեջանը երևի թունավորած կլինի, չես կլինի, թունավորված կլինի, ստուգեք, միջազգային փորձագետներ բերեք, իրենց ներկայացամ ստուգեք եւ այդ հարցը բարձրացրեք, եթե այդպես է։ Եթե այդպես չի, բռնեք այդ գործարարի ականջներից եւ բացատրություն պահանջեք։ Թող բացատրես, որպես ինչա դա բերել, եթե քաղաքական է, եթե չէ, ուրեմն մի ասեք ես իբր թե այ խաղաղություն եղավ, ցորենը բերեցին, մեզ փրկեցին սովից։ Ինչևէ, հիմա երևի իշխան ընտրությունները մոտենան, այս շահարկումները, որ կեղծ անիմաստ շահարկումները շատանալու են։ Ես պարզապես խորհուրդ եմ տալիս, որ մի քիչ ավելի լուրջ
ընդդիմությունը հատկապես մի քիչ ավելի լուրջ մոտենա այս հարցերին, ինչքան ասում են, պոպուլիզմ բան, պոպուլիզմով դուք իշխանությունների հետ չեք կարողանալ մրցել, Նիկոլ Փաշինյանի հետ չեք կարողանալ մրցել, լրջություն հաղորդեք միացես, հարգանքով վերաբերեք մեր հասարակության եւ ոչ թե փորձեք Նիկոլ Փաշինյանի նման ակաշներից լապշա կախել հասարակության։ Այդ դեպքում գուցե հաջողության հասնեք, եթե չէ, եթե անդացույց եք տալու, որ դուք փրկիչներ եք, հրեշտակներ եք այս ազգակործանի դեմ պայքարում, ոչինչ չի ստացվելու։ Ասեք նախ եւ առաջ ընդունեք ձեր սխալները, ներկայացրեք իրողությունը եւ փորձեք հասարակության ներողամտությունը գոնե ստանալ, այդ դեպքում գուցե ինչ որ բանի կհասնենք։ Ինչեւ այսօր այսքանը կհանդիպենք։